Կոտայքի մարզի Նորհաճան քաղաքում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցեց Բարգավաճ Հայաստան կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման արարողությանը, որը տեղի ունեցավ ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին Բ-ի մասնակցությամբ։ Ես կարծում եմ, որ հոգևոր կյանքի զորացումը կարող է ապահովել անապազորյա հաց մեր ժողովրդի համար։ Երբ հոգևոր բարոյական կյանքը իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին։ Եվ պետք է մենք ամեն ջանքի գործ դնենք, որպեսզի հոգևոր կյանքը զորանա։ Բացման արարողությանը ներկայ էին նաև քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, падգամավորներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, գործարարներ եւ նախարարներ։ Ես այսօր եկել եմ եկեղեցու բացմանը։ Կառուցել։ Ժամանակ կա, ես եմ կառուցել։ Եկեղեցու փոխարեն միգուցե շենք կառուցեք անօթևաների համար։ Իսկ որ համենանենք, համենանենք չլինի։ Կլինի։ Միևնույն ժամանակ պետք է այն եկեղեցիները, որոնք որ դարեր առաջ կառուցվել են, նրանց նույնպես պետք է ուշադիր լինենք, վերականգնենք, վերանորոգենք։ Անհրաժեշտությունը ցանկացած մարդ է որոշում, ով ունի այդ հնարավորությունը։ Եթե գնանք դարեր ետ, նույնպես մեր տնտեսությունը Հայաստանի տարբեր ժամանակներում, չգիտեմ, ինչ-որ մի հզոր տնտեսություն չի եղել աշխարհում նկատելի, բայց եկեղեցիներ կառուցվել են։ Նշենք, որ եկեղեցու հիմնակերպը կատարվել է 2011 թվականին։ Նախագծի հեղինակն է Հայաստանի Հանրապետության վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը։